Նոր Նորքի հայորդյաց տան Լեփլեցուն դահլիճի բեմին կրկին կրկեսային խմբի սաներն են։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ավարտական համերգին երեխաները ներկայանում են լավագույն կատարումներով։ Առաջին հայացքից դյուրին թվացող համարներն իրականում բավական բարդ են եւ մեծ ճկունություն են պահանջում։ 4-ից 18 տարեկան այս երեխաներն ու պատանիներն ասում են, որ կրկեսի դասերն իրենց համար ամենակարևոր, ամենադժվար, բայց եւ սիրելի ժամերն են։ Հիմա մի քիչ վախենում եմ, որովհետև մտածում եմ, որ չի ստացվի ինչ-որ վարժություն, բայց վստահ եմ իմ ուժերի վրա ու շատ շնորհակալ եմ, որ ինձ ծնողները ինձ տվել են կրկեսային դպրոց։ Պարապում են անընդմեջ, այստեղ մեծ նպատակասլացություն է պետք ու նվիրում։ Արմենն ասում է, որ իր համար առաջնայինը սերն է բեմի ու հանդիսատեսի նկատմամբ։ Արդեն 13 տարի նա այս սկզբունքով է առաջնորդվում։ Նույնն էլ խորհուրդ է տալիս նրանց, ովքեր նոր են մտնում կրկես։ Փոքրիկ Լուսինեն էլ այսօր նոր կատարմամբ է հանդես գալիս։ 10-ամյա աղջկան մարզիչը պատասխանատու համար է վստահել։ Նա առանց ամրանների օդային վարժություններ է կատարում։ Իհարկե Լուսինեի անվտանգության համար ամեն ինչ մտածված է, իսկ մարզիչն էլ անձամբ է օգնում նրան։ Ես աղոթում եմ, որ աղոթում եմ եւ Աստծուց շատ բաներ եմ խնդրում, որ լավ լինի մոտ։ Լուսահոգի Գևորգ Գինոսյանի հիմնած դպրոցն իսկապես հայորդյաց տան պարծանքն է։ Ամենամյա փառատոներ ու մրցանակներ, նորանոր տեխնիկական հնարքներ ու բարձրաճաշակ կատարումներ։ Սրանք ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք են, ասում է դպրոցի ղեկավար Ավետիս Գինոսյանը, Գևորգ Գինոսյանի որդին։ Աշխատում ենք բարձր պահել դպրոցի վարկանիշը։ Դա հայրիկիս երազանքն էր։ Կրկես մտնողը վարակվում է դրանով եւ սաղ կյանքը ինձ թվում է մենակ դրանով է ապրում։ Մեր ավարտածաները հիմա արտերկրերում աշխատում են։ Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում։ Ինչպես միշտ երեխաների կողքին է հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Սաների ելույթին նա կանգնած է հետևում, ասում է հուզվում եւ անհանգստանում եմ յուրաքանչյուրի համար։ Երբ տեսնում ես 6 տարեկան, 7 տարեկան, 10 տարեկան երեխաները ինչպիսի տաղանդով են այն ներկայացնում, հպարտությամբ է լեցվում սիրտդ։ Երեխաները ներկայանում են ամենատարբեր ժանրերում, երակշռում են օդային վարժությունները։ Կրկեսը կյանք է, հոգեվիճակ, այն թռիչք է, որ տրվում է ընտրյալներին, համոզված են մարզիչներն ու սաները, եւ եթե չլինի այդ համոզումը, չի կարող լինել նաեւ կրկեսը։